Հովանես Թումանյան, անխելք մարդ։ Շատ տարիներ առաջ մի աղքատ մարդ կար։ Ինչքան չարչարվում էր, ինչքան աշխատում էր առավոտից իրիկում, նորից նույն աղքատն էր մնում։ Մի օր էլ բարկացավ ու ասաց. Ով թե հերիք է ու բոլելի, ինչքան պիտի ես առավոտից իրիկում չարչարվեմ, աշխատեմ, էլի նույն աղքատը։ Վերջ որոշել եմ, գնում եմ Աստծու մոտ բողոքանելու։ Գնամ ասեմ, Աստված ջան, ինչի՞ չես բոլորին նույն աչքով մտիկ անում, մեկին հարուստ ես դարձնում, մեկին աղքատ։ Վերցնեմ իմ ճամպրուկն ու առաջ գնում։ Ճամպրուկ չէ։ Ես ինչքան դեռ պիտի գնամ, ես ինչքան հեռու ճանապարհ է։ Այ գայլ, կարող է սա վնաստա ինձ։ Ես ինչ լավ մարդ է, չբերեմ ուտեմ։ Տեսնեմ ես ուրեկը լավ ստամփել եմ։ Բարի աչողում է աղքատ մարդ, ոնց որ աղքատ ես, հա։ Բարև գայլ ջան։ Աղքատ եմ, բա ինչ է։ Առավոտից իրիկուն աշխատում է, բայց էլի նույն աղքատն է մնում։ Հիմա էլ որոշել եմ գնում եմ Աստծու մոտ, գանգատ անել, բողոք անել։ Ես ինչ լավ ժամանակին հանդիպեցիր ինձ։ Լսի, որ գնաս Աստծու մոտ, կասես մի գայլ կա։ Առավոտից իրիկուն սոված մանա գալիս, չի կշտանում, ասա որ ստեղծել ես պահի էլի։ Հա, լավ, կասեմ։ Դե ինքով գնա ճանապարհս երկար ա, պետք ա գնամ ու գնամ։ Վայ, այսօր ես գնում, ախպեր։ Գնում եմ Աստծու մոտ, բողոք ունեմ անելու։ Որ գնաս Աստծու մոտ, կասես մի աղջիկ կա, հարուստ, սիրուն, բայց անբախտ ա։ Հետն էլ ախր սիրուն ա, շատ սիրուն աղջիկ ա։ Լավ, կասեմ։ Առավոտից իրիկում տխուր դդում ապրում է մենակ ինձ ներում հարուստ եմ սիրում ծիծաղ մարի բայց ուրախությունը ինձ մոտ չի գալի Լավ, շատ մի տխրիր, կհարցնեմ Աստծուն, կգամ քեզ կասեմ։ Այս ինչ ծառ է, ջրի մոտ աճել է, բայց կանաչ չէ։ Այ, ճիշտ էլ նկատեցիր, մարդ աղբեր, էդ ուր ես գնում եմ Աստծու մոտ, բողոք ունեմ անելու, գնամ ասեմ, առավոտից իրիկուն աշխատում եմ, բայց էլի նույն աղքատն եմ մնում, ես ինչ ժամանակին է կար, ինչ կլինի, որ գնաս Աստծու մոտ, կասես մի ծառ կա, ճիշտ ա ջրի մոտ է աճում, բայց ձմեռ չորացած, լավ, կասեմ,
հատը գնում է շատ ճանապարհ է անցկացնում եւ տեսնում է ժայռին թիկնած Աստծուն։ Ուրախանում է, որ Աստծուն է հասել արդեն։ Բարի աչողում Տեր Աստված։ Բարև մարդ աղբեր։ Ինչ կա այս կողմերում։ Ճիշտն ասած, բողոքն եմ անելու։ Ասա տեսնեմ։ Առավոտից իրիկուն ես չարչարվում եմ, աշխատում եմ։ Էլի նույն աղքատն եմ ունում։ Ինչի բոլորին մի աչքով չես մտիկ անում։ Լավ, հասկացա քեզ, հասկացա։ Գնա, բախտը տվեցի քեզ, գնա վայելի։ Էս քո շուտ, էս ինչ հեշտ եղավ։ Այ, շատ շնորհակալ եմ Տեր Աստված, շնորհակալ եմ։ Այ, քիչ էր մնում մոռանայի է։ Ճանապարհին հանդիպել եմ սիրուն աղջկան, սոված գայլին եւ չորացած ծավին։ Նրանք ասում էին. Հասկացա, վերջ, էդ իմ ասածները կգնաս կասես գայլին, ծառին ու աղջկան ու ամեն ինչ լավ կլինի։ Շատ շնորհակալ եմ Տեր Աստված, շնորհակալ եմ, հաջողություն։ Բարի վերադարձ, մարդ աղբեր։ Ինչ կար չկար, Աստված ինչ ասաց իմ մասին։ Աստված ասաց քո արմատների տակ ոսկի կա, որ հանեն, կկանաչես, կփարթամանաս։ Էդ է գաղտնիքը քո չորանալու։ Բա ուր ես գնում, արի հանին, ոսկին համ դու կհարստանաս, համ ես կկանաչեմ։ Չէ, չեմ կարող։ Աստված ինձ բախտ է տվել, գնում եմ բախտիս հետևից, չեմ կարող, չէ, շտապում եմ։ Վայ, աչքս շուր կտրեց այ մարդ, ես ինչի ուշացար։ Ինչ ասաց Աստված իմ մասին։ Աստված ասաց, դու պետք է մեկին գտնես, ընկերություն անես, ուրախ կապրես։ Բայ դուր ես գնում, արի իրար հետ ընկերություն անենք, երկուսս էլ ուրախ կլինենք։ Չէ, չեմ կարող, Աստված ինձ բախտ է տվել, գնում եմ բախտիս հետևից, ժամանակ չուր է։ Եկով։ Ինչ կար չկար, մարդ աղբեր, տեսան Աստծուն։ Տեսա, բոլորի պատասխաններն են տվեց։ Լավ, հույսս դու ես, ասա տեսնեմ ինչ ասաց Աստված։ Մենակ դու չես, իմ հույսի, մի սիրուն աղջիկ կար, նայել են իմ հույսի, ծառ կար չորացած, նայել են իմ հույսի։ Բայց գիտես չէ, ժամանակ չունեի, չորացած ծառի տակից ոսկին հանեի, ժամանակ չունեի, աղջկա հետ ընկերություն անեի, որովհետև Աստված ինձ բախտ էր տվել, պիտի գնայի բախտիս հետևից։ Այս մարդը անխելք է, լավ էլ ժամանակին եկել է։ Լավ, սա հեչ, էդ ամենը հեչ, Աստված իմ մասին ինչ ասաց։ Աստված ասաց, դու էլ պետք է այնքան ման գաս, մի անխելք մարդ գտնես, ուտես կշտանես։ Քո գործը շատ դժվար է, գեր աղբեր։ Քեզանից են անխելք մարդ, որտեղից պետք է գտնեմ։
Եվ այսպես գայլը գերավ անխելք մարդ։